Պատկերացրեք 39,4 միլիարդ դրամ։ Սա այն գումարն է, որը 2026 թվականին նախատեսվել է ուղղել մեր երկրի գյուղատնտեսության ոլորտին։ Այս գումարը կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի 0,3%-ը և 8,4%-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։ Սա նշանակում է 3,6 միլիարդ դրամով պակաս ներդրում գյուղատնտեսության ոլորտում։ Պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ գյուղատնտեսության ոլորտի բյուջետային ծախսերի կշիռը 2026-ին կազմել է 1,1%։ Գյուղատնտեսության ոլորտի բյուջետային ծրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ինչպես է բաշխվում այս գումարը։ Գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականությունը 2026-ին կիրականացվի թվով 5 բյուջետային ծրագրերի միջոցով։ Ամենամեծ մասը 57,6%-ը կամ 22,7 միլիարդ դրամը ուղղվում է գյուղատնտեսության արդիականացում ծրագրի կատարմանը։ Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական տեխնիկական համակարգերի արդիականացումը, ինտենսիվ այգիների ներդրումը և աջակցության տրամադրումը տոհմաբուծության մեջ նոր ցեղատեսակների բուծման համար։ 25,7%-ը կամ 10,1 միլիարդ դրամը նախատեսված է գյուղատնտեսության խթանում ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ավելացնել գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալները։ 6,9%-ը կամ 2,7 միլիարդ դրամը նախատեսված է գյուղական ենթակառուցվածքների վերականգնում և զարգացում ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության աճը։ 5,9%-ը կամ 2,3 միլիարդ դրամը նախատեսված է անասնաբուժական ծառայություններ ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել անասնահամաճարակային կայուն ֆոնը։ 3,9%-ը կամ 1,5 միլիարդ դրամը նախատեսված է բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է հողագործությունից ստացվող արդյունքի բարելավումը։ Գյուղատնտեսության ոլորտին ուղղված այս բյուջետային ծրագրերը կարևոր դեր են խաղում երկրի պարենային անվտանգության ապահովման, գյուղական համայնքների կայուն զարգացման և ազգային տնտեսության երկարաժամկետ ամրապնդման գործում։